Բարի երեկո ժողովուրդ ջան։ Ուրեմն այսօր ահագին Սամվել Կարապետյանը մեզ ուրախացրավ։ Ահագին նորություններ ասեց։ Ակազիցա կարող է սահմանադրական դատարանը որոշի, որ ինքը վարչապետ է։ Ոնց խնդալով էլի, Բայց մի հատ հետարքիր բան էլ ասեց, մարդիկ դրան ուշադրություն չդարձրին, բայց ես լավ դարձրի, ասավ, ես ընդե չկամ, լսեցիք չէ ժողովուրդ, ասավ, որ ինքը չկա ընդե, ոչ մի տեղ, ոչ պատգամավոր, ոչ ես մի բան, ոչ էլ մի բան, ինքը չկա, առաջի անգամ, между прочим, միշտ ասում են Սամվել վարչապետ, չէ, բայց հիմա այդ մարդը ինքը ասավ, որ ես ընդեղ չկամ, գոյություն չունեմ։ Մի խոսքով է դենց, մեկ ամենակարևորը, ժողովուրդ ջան, գիտեք ինչն էր շատ հետաքրքիր էլի նենց, որ այն իրա ինչ է կոչվում, այդ advokatն էլի, այդ Վարդևանյանը, ասում է, որ Վարդևանյանը գաստ է, ես իմ ինչեր կլինի։ Ես հիշում եմ, Վարդևանյանը 2 տարի գաստվավ, մինչև Քոչարյանը տակին չսկսեց շռելը, Քոչարյանին բաց չթողին։ Հիշում եք, չէ՞ ժողովուրդ ջան։ Հիմա Սամոնը ասում է Վարդևանյանը, որ գաստ է, ամեն ինչ կդառնա։ Էսի Սամվել Կարապետյանը իմ կարծիքով Հայաստանը շփոթում է այլ պետության հետ։ Սամվել Կարապետյանը ինձ թվում է, թե շփոթում է իրականում։ Դեռ նայենք էլի ժողովուրդ ջան, նայենք ինչեր է լինելու։ Ամսի 4-ին սրանք նույնիսկ ինձ թվում է, թե փոշմանելու են, որ կուսակցություն են բացի։ Հիմա ամսի 4-ից հետո ես գիտեմ, որ շատ ծանր օրեր է սպասվում թե Սամվել Կարապետյանին, թե Գագիկ Ծառուկյանին, թե Ռոբերտ Քոչարյանին, շատ ծանր օրեր է սպասում ամսի 4-ից հետո։ Սրանք այդ պլան են ասում, ինչ են ասում, ասում պլան ունենք, ինչ ունենք, գլխի չեմ, Ուզբեկստանի պլատան, թե հոկտեմբերյանի է, ինչ է, բայց ինչ որ ասում պլան ունենք, այդ խոսքի մեջ քրեական բան կա, ժողովուրդ ջան, պլան ունենք ասում վարչապետին հեռացնելու։ Այսօր արդեն Վարդևանյանը լավ հասկանալով, որ այդ բառի համար հնարավոր է, որ իրա հենց Սամվել Կարապետյանի վրա այդ բառի համար օգտագործեն, արդեն Վարդևանյանը ինքը կամանց այդ բաներ անում, նենց թեթևացնում էր այդ ասածը Սամվելի, բայց դա քրեական բան կա, ժողովուրդ ջան, կարան քրեական նոր գործ բացեն վրեն։ Ուրեմն ինչ ծրագիր կա երկրի վարչապետին հեռացնելու համար, ոնց թե այս ծրագիր կա ու հետն էլ պնդում է, որ իրանք հանդիպել են բոլոր ընդդիմադիրներով, անունները չեմ տա ում հետ ենք հանդիպել ու մեզ այդպես ծրագիր ունենք։ Հասկանում եք, չէ՞։ Դա արդեն Երկիրը կազմաքանդելու զրույց է, էլի ոնց ասած, Պերեվարոտ, հասկանում եք, նման զրույց է, նման զրույց խոսքի
Ռուսաստանում ով անի, չէ, նման զրույց, նրան 5 րոպեից կճարեն ու կորցնեն այդ մարդուն։ Սամվել, դու դա լավ գիտես։ Դու գիտես, թե Հայաստանում ամեն ինչ իրականում թույլատրվում է, ամեն ինչ ասում եք, չի կարելի։ Վարդևանյանը ախր այդ քո ասած, որ ասում ես գաստուր, որ գաստա, այդ կլենտը շուտ ձեռիցը կպրծնի ու վեր, ծոված կմնա։ Սամվել ջան, Վարդևանյանը քեզ բռնելա, որ գաստա պրծնես, քեզ 10 տարի տենց կալանավորված բրասլետը ոտիդ պահելու է, հենց Վարդևանյանը։ Չի անելու նենց բան, որ քեզ բաց թողեն, դու ախր անընդհատ ամեն ամիս իրան պետքա ֆինանսավորես, չէ, Վարդևանյանը, որ ապրի։ Հենց նենց Վարդևանյանը քեզ բաց է թողելու։ Իրականում որ, Սամո ջան, Վարդևանյանը գազա տալի։ Գազա տալի։ Ես գիտեմ դա ինչ է։ Ես օֆիս ունեմ։ Վարդևանյանի նման 42 հոգի նստած աշխատում են։ Ես գիտեմ դրանք ինչ են անում, ոնց են անում, ոնց են աշխատում, տեղյակ եմ։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, Սամոն այսօր ահագին խնդացրավ, բայց նենց այսօր մի քիչ իրան նենց շատ հանգիստ էր պահում, նենց բան չէր, էլի, նենց լարված չէր, ինքը միշտ լարված էր լինում, այսօր արդեն լարված չէր, ինձ թվում է մի խոսքով համակերպվել է, մանավանդ այն խոսքն էլ, որ ասեց, որ ես այդ ցուցակում չկամ, լսել եք, չէ երևի, դա արդեն պարզ դառա, որ ինքը արդեն իրանից ամեն ինչ գցեց, ինքը չկա այդ ցուցակում, գոյություն չունի, ոչ պատգամավոր է, ոչ վարչապետի թեկնածու է, պարզ ասեց, չէ, ինքը իրանից այն ինչ խոսք են տվել, ամեն ինչից ափաշկարա հրաժարվեց։ Բա ժողովուրդ ջան, քաղաքականությունը այդ էս բան է։ Հիմա շները, ինչքան, ես պարզ ասում եմ, ինչքան շուն ու շանգյալ կա, ուրեմն Նիկոլիցը հիմարություններ, բան են գրում, տեքստեր են գրում, չգիտես ինչ, ուրեմն պարզ ասեմ, էլի, 2020 թվից մինչև 2023 թիվը այդ շուն ու շանգյալը սաղ սսկված, խրամատավորված Facebook-ում, բանում, տենց ծենծպուտ չկար, մեկը չգիտեր այս հարցը ոնց կարելի է լուծել, այն հարցը ոնց կարելի է լուծել, Հայաստանի վրա են արդեն հարձակվում, Հայաստանն են ուզում մաս-մասանեն, հիմա այս պահին, տենը մեն, որ արդեն լավ վատ, երգիրը քաքից հանածա, այսենց, բարից բուն իմաստով, երգիրը Փաշինյան Նիկոլը, ուղղակի այսենց քաքից հանելա, ոնց ասած արդեն այսենց ասվալտովը գնում է երգիրը, ահա, դու սենդար է, ամեքը մի բան, թրքասեր, էսմինասեր, դու թրքասերն էլ եք, մեկն էլ եք, թուրքն ասմա թրքասեր եք, հայն ասմա թրքասեր եք, նույն ծրագրով եք շարժվում,
Այն ժամանակ ինչի մեկը ձայն չէիք անում, հա? Որ Ադրբեջանը հարձակվում էր ջերմուկի վրա, միջև հիմա ինչի մի 1000 հոգի, մի 1000 հոգի, ինչի չհավաքվեցիք գնաք ջերմուկի վրա ադրբեջանցիներին լարեք, այդքան լավ տղեկ եք արա, գիտեք թե որ երեսերն ուտ մազա դուզ գալի, բեղա դուզ գալի, արդեն տղա եք, բա կհավաքվեիք արա, մի 1000 հոգի կհավաքվեիք, գնայիք այդ թուրքերին ընդիան լարեիք, միջև հիմա Փաշինյանին եք ասում, ինչի չի հանել, այս մեկ սև լճից, ջերմուկից, սոտքից, մի տեղից, բա հավաքվեիք, ամեքդ մի հատ բանակի անուն եք դրել ձեր բաները, այդ ֆիրմեք եք բացել, այդ ինչեր եք արել, մեծ խոսում եք, մեծ, բանիկ, ջերմուկի պոստում մի 20-30 ադրբեջանցիա երևի կանգնած են, ջերմուկի վերևներում, բա մի 1000 հոգի թուփլեք գնացեք լարեք, ասեք ես մեր տարածքն է, բան չչարիք, ինչի չարիք, Նիկոլնանի չէ, լրիվ Նիկոլնա երկրի ղեկավարը, բա դուք ով եք արա, այ քաքլաններ, մենակ փնոհ եք, հա Նիկոլին, Միան խոսակ, լեզուներն ու թանեք սենց խոսակ, բաղարեք, ովա ձեզ խանգարել, Այսօր մի հատ Ղարաբաղցի մարդ ինձ գրել է, այն որ մի հատ թեմա եմ դրել, որ Ղարաբաղի դրոշը ինչի էիք թողում շենքերում, այն պետական շենքերում, գոնե դրոշները հետերնոտ վեկալեիք, ինձ գրել է, որ դու Ղարաբաղցիների օրը ընգնես, մի հատ Ղարաբաղցի ջահել երիտասարդ տղա է, տենց ինձ անիծում է, ես իհարկե իրան պատասխանել եմ, տղա ջան, մենք որ Ղարաբաղը ձեզ համար ազատագրել ենք, բայց մենք, մեր տները, մեր ունեցվածքը, ամեն ինչը Ադրբեջանում, Կիրովաբադում, բանում, սաղ թողել ենք թուրքերին եկել, բայց ձեզ համար կռիվ ենք տվել, իսկ դուք նրանց համար, Կիրովաբադցիների համար, կամ են մեկի համար, բաքվեցիների համար կռվել եք, մենք մեր ունեցվածքը լրիվ ինչ ունեցել ենք ընդե, լրիվ թողել ենք թուրքին եկել, հենց, Քոչարյանը չէր այդ ծրագիրը սարքողը, վերջի անգամ ես մեր գյուղում եղել եմ, իմ մեծ եղբորս հետ 1989 թվին, վերջ, գյուղից դուս ենք եկել և վերջ, եկել են ժամանակ արդեն ռուսական բաներն էր, օմոնը բանը արդեն, թուրքի պոստեր չկար, աղբերս երևի լսմա կհիշի, ոնց իրա հետ, ընդեից դուս վասեցինք եկանք, հիմա ինձ ասում է, նրանց օրն ընգնես, տղա ջան, քեզանից առաջ ես եմ էտ օրն ընգե, ու դա Քոչարյանի պատճառով, մենք, մեր ամբողջ ազգու տակռով, իմ մորքուրին Աբովյանից վայեննի վերտալյոտ ենք վարձե, մորքուրից գնացե գյուղից հանե բերե, վայեննի վերտալյոտով, Ինչերից եք խոսում, հարգելի Ղարաբաղցիներ ջան, գիտեք թե մենք լավ օրի ենք, դուք էլ արդեն վատ օրի եք,
Քոչարյանը եկել է Հայաստան, ես թողել եմ մի հատ սամալյոտի տոմսի փող ենք պարտքարե Հայաստանից դուս եկել անդերն դրու Ռուսաստաններ, մեզ Ռուսաստանը օգնել, ձեզ ամբողջ Հայաստանը կանգնած, համամեն ամիս ձեր տան վարձերն ա տալի, ավել փող ա տալի, համամեն ինչ տալիս ա, ձեզ համար ամեն ինչ արել են, մեզ համար ինչ որ մի բան անող եղել ա, հարգելի Ղարաբաղցիներ ջան, ձեր ցավը տանեմ, գոնե այդպես բաներ մի կասեք, ամեն երկրորդ հայը, Հայաստանի հայը, Հայաստանում որ այսօր ապրում ա, ձեզանից վատ, ավելի վատ տուժված ա, ու ոչ մի օգնություն ոչ մեկի չի տեսել։ Ինչու եք իմանում, թե դուք տուժված եք, մենք էլ տուժվածներից չենք, գիտեք, թե հենց այնպես պատահական ենք խոսում, պատահական չենք, մենք այդ բանի միջով անցել ենք, բա Հիմա ես կրկնում եմ, ինձ ընդյոք բատ բան գրում է, ես էլ հետը զրուտ չեմ ուզում ալին, բլոքում եմ գնում եք, ժորջա, ով չուրում բոկվի, ինձ վատ բան մի գրեք, ես ոչ մեկի վատ բան չեմ ասում, ես ասում եմ, են բաները ինչ որ եղել է, ինչ որ եղնում է, ես հետ եմ բանանում, ես ոչ մեկի վատ բան չեմ ասում, ոչ մեկի վատ բան չեմ ցանկանում, ոնց դուք եք մեզ ցանկանում, Կրկնում եմ, մենք ձեզանից վատն ենք տեսել, մեզ օգնող էլ չի եղել, մենք ամեն ինչը թողել ենք եկել, մեզ ոչ մեկը չի օգնել, ոչ մի հարցում։ Ղարաբաղից առաջ 354,000 Ադրբեջանից հայա դուս եկի, ով է նրանց օգնե, ով է նրանց համար տան վարձ տվե, ով է նրանց 16 միլիոն, 20 միլիոնով փող տվե ասե, գնացեք ձեզ համար տուն սարքեք, ով, ոչ մեկը, հիմա Նիկոլը ձեզ համար ամեն ինչ անում է, Նիկոլը ձեզ համար Աստված է, Աստված, ամեն ինչ անում է ձեզ համար, մեզ համար ով արել, ոչ մեկը, ոչ ձեր Քոչարյանն արել, ոչ են Կորլևոն արել, ոչ մեկը, ոչ Սերժն արել, ոչ մեկը, իսկ ձեզ համար Նիկոլը ամեն ինչ անում է, բացեք աչքները տարա, ականջներն ու փողը թափվեք, լսեք նորմալ մարդկանց, ոնց պարզ որ ձեզ ասում են իրականությունը, Ժողովուրդ ջան, ինչ ասեմ ձեր ցավը տանեմ, մարդ եղեք, բոլորդ մարդ եղեք, Են ասում եմ համացանցերում են որ Նիկոլից նենց վատ բաներ գրող կա, վատ բաներ գրող կա, թող հիշեն Քորի ժամանակները, Քոչարյանի ժամանակները, Սերժի ժամանակները, նոր գրեն այդ մարդուց այդ վատ բաները, թող հիշեն այն ժամանակները, ասեն այն ժամանակ սենց, ոչ մեկը թող չասի մենք Ղարաբաղ ենք պահել, ես ենք պահել, ոչ, դուք Ղարաբաղում ստրուկներ եք պահել, ստրուկներ, Հայաստանցին այսօր Հայաստանում աշխատում է ապրում, չէ, ոչ մի տեղից ոչ մեկը Հայաստանին չի օգնում, չէ, Ինչու պետք է Ղարաբաղցի կնդե ապրեին, ասեք, Հայաստանից, Հայաստանի բյուջեից նրանց համար 400-500 միլիոն դոլար փող ուղարկեն, որ նրանք ապրեն։ Արելա չէ Հայաստանը ձեզ համար, բայց Հայաստանի համար անող չկա, չէ։ Հիմա չեք համոզվում, որ դուք ուղակի ընդե մնացել եք որպես ստրուկների կարգավիճակում։ Սրա նրա էս մի երկրի, են մի երկրի շահի համար։ Երբ որ այդ երկիրը զգաց իրան այդ շահը էլ հետարքիր չի, всё ասեց, давай, до свидания ստեից, եւ վերջ։
Էս է իրականությունը։ Թե չէ նստել եք Նիկոլը։ Նիկոլին լրիվդ եք պարտական։ Ամբողջ հայ ժողովուրդը։ Երեսերն ու բացեց։ Հլնայեք են ինչ օրնենք ծմեն երկրին։ Իսկ մեր երկրի հետ հարասում են Նիկոլ ջան ախպոր պես էլի մի հատ ռեֆերենդում արա, բան արա, տենանք ձեր ժողովուրդը ինչ են ուզում։ Բայց նրանց չասեցին ռեֆերենդում բան արեք։ Կողքին զորքը փրթում են ընդիերք։ Հասկանում եք այս մոմենտները թե չէ։ Չեք հասկանում երևի։ Նիկոլին ասում են մի հատ ռեֆերենդում արա, բան արա, հիմա ասա տենանք դու հապկում ես, օդեկաբեում ես, թե դուս ես գալի, թե դուս չես գալի։ Նիկոլն էլ խնդում ասում, չգիտեմ ասում, օդեկաբեն կա, գոյություն ունի, այդ Եվրազեսը вообще գոյություն ունի, թե չի ասում, չգիտենք հլա, կնայենք կտենանք հլա կան, չկան, բայց ճիշտ չի ասում։ Ժողովուրդ ջան, մեզ ունենք ղեկավար իրականում, որ աշխարհը չունի։ Դուք պատկերացնում եք, ոչ աշխարհը չունի նման ղեկավար, ոնց որ Հայաստանում Նիկոլն է։ Չկա, ցույց տվեք այդ երկրի, ասեք այն երկրի ղեկավարը նրանից զորա։ Դուք գլխի չեկեք մեզ ինչ քաքերից է հանել այդ մարդը։ Չեք ուզում գլխի լեք։ Դուք հասկանում եք, որ մենք մտել ենք Ադրբեջան, չեմ ասում Ղարաբաղ։ 7 հատ շրջան հողին ենք հավասարացրել, 7 շրջան, նրանք ջերմուկին մի 500 մետր մոտեցան, վայ մեր Նիկոլը լավը չի, ուրիշ ոչ մի բան, բայց մենք Ադրբեջանի 20% տարածքը հողին ենք հավասարացրել, դուք գիտեք թե դրա համար պետք է պատասխան չտայինք, հա? Պատասխան տվողները թռան փախան, մինը գնաց հիվանդանոց ընկավ տակինս ես շռելը, են մեկը եսի իմ, են մեկի եղբարները բան ասախ, Ինդոնեզիա մեկը միտեղ փախած տապարած Աֆրիկաններ են բանում, էդ չեն էդ ղեկավարները եղել, երկու հատ մենակ զինված ուժերի Հայաստանի նախարար, հենա Մոսկվայում փախած նստած, Հայաստանի գլխավոր դատախազը հենա Մոսկվայում փախած նստած, հետ չեն եղել արա, ասում եք Ղարաբաղ ենք պահել, մենք չենք տվել Թուրքին, Թուրքը ձեզ ընդես Թուրքի նման պահել է իր համար, դուք գիտեք թե Ղարաբաղ եք պահել, ինչ որ մեկը Ղարաբաղ է պահել, ամբողջ հայ ազգին, Հայաստանին, ամբողջ Սփյուռքին թալանել եք, ամբողջ Սփյուռքին, ու այսօր այդ Սփյուռքին թալանելու համար մի հատ նենց քաղաքականություն են սրանք բանացնում, որ Սփյուռքն էլ է Նիկոլից ուզում ամեն ինչը, ասում է Նիկոլն է մեղավոր, հասկանում եք, Քոչարյանը Քրքորյանին թալանի, ամերիկացիք դրա համար նեղանան, Նիկոլից պահանջեն, Նիկոլից են ուզում, Նիկոլն է ղեկավարը երկրի, Նիկոլից են ուզում, նույնիսկ Ամերիկայից, լավ ժողովուրդ ջան, ուշ գիշերա, շատ չխոսամ, ճնշումս չբարձրանա, դեր ցավը տանեմ, ամեն ինչ լավ է լինելու, 4-ից հետո մի հատը սենց Նիկոլը կոմբայնը միացնում ասկսի հնձիլը, խոսքս հիշեք,
այս էլ կոմբայնը խոդակցելու ու սկսելու հանձելը։ Всё։ Էլ սրան չի ընթարկվում Նիկոլը։ Ղարաբաղը չկա Նիկոլին տանձին էլ սա պետք չի։ Այն ժամանակ Նիկոլն էլա սրա առաջ խղճացել Ղարաբաղի համար, Ղարաբաղցիների համար։ Հիմա քանի որ սա Ղարաբաղի հետ տենց վարվեց, Նիկոլի տանձին էլ սա պետք չի։ Էտա ժողովուրդ ջան, ճիշտը էսա, ուրիշ բան չկա։ Սա մի հատ ամսի 4-ից հետո այսպես կոմբայնը միացնելու ասկսի հոնձը։ Չեն իմանալու ով որ ծակը փախնի։ Բարիք շեր ձեզ ժողովուրդ ջան, լավ եղեք։ Բարսելի հայրենակիցներ ջան, ստիպված եմ ես տեսա ուղերձանում, շատ անհարմար տեղ եմ ու անհարմար ժամանակ եմ տեսել ես նյութը, որին ուզում եմ անդրադառնալ։ Ուրեմն օրագիր news խմբագրությանը ես տալիս եմ 24 ժամ ժամանակ, որպեսզի այս գրածին ինքը անդրադառնա, այս գրածի մասն է խոսքը, հենց հիմա ես կարդում եմ։ Սկրին արեմ օտս պահել եմ, եթե 24 ժամվա ընթացքում ինքը չբացատրի իր գրածը, ես դատի եմ տալու օրագիր նյուզին, երթվում եմ ու խոստանում եմ ամբողջ հայ ազգի մոտ։ Ուրեմն կարդում եմ, հայտնի է, որ Բաքվի բանտերն աչքի են ընկնում խիստ մեկուսացմամբ, իսկ կապն ու հանձնունքների փոխանցումը կալանավորվածներին սովորաբար փոխանցվում են բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ վերահսկողությամբ։ Ուստի հաշվի առնելով, որ վերջին տարիներին Կարմիր խաչի պաշտոնական խողովակը եւս փակվեց, օբյեկտիվորեն հարց է առաջանում այդ դեպքում ինչպես է հնարավոր եղել մասնավոր ճանապարհով հագուստ կամ այլ իրեր հասցնել Բաքվի մեկուսարան։ Մեր մտերիմ գրել է, ընկերն է ինչպես Սյուսկա Հարությունյանին հաջողվեց Բաքվի բանտում, իբր Սյուսկա Հարությունյանը, Սյուզի Հարությունյանը, Բաքվի բանտում ու նկարն է Սյուզի տեղադրված, հիմու կնոջս նկարի հետ, ինչպես է Բաքվի բանտ ուղարկել բեր, երբ Կարմիր խաչը չի եղել, հիմա ասում եմ, օրագիր news, եթե դու չապացուցես քո այս խոսքերը կամ չհերքես հանրային, որ սուտ տեղեկություն ես տարածում, ես դատի եմ տալու քեզ, որովհետև ես հանրային ասել եմ, տեսանյութներ ունեմ իմ մոտ, որ Սյուզի Հարությունյանի խանութում է, շնորհակալություն հայտնեցի Սյուզին, որ կնոջս միջոցով ինձ ուղարկել է բեր, այսինքն կինս էլ Կարմիր խաչին է տվել, որի իրավունքը մենք ունեցել ենք այդ ժամանակ Կարմիր խաչի միջոցով 2022-ի վերջից կամ 23 թվականից 2-3 անգամ կես տարին մեկ մեզ բասիլկա են փոխանցել Կարմիր խաչի միջոցով։ Հիմա եթե օրագիր նյուզը չապացուցի, որ Կարմիր խաչի դուրս գալուց հետո Սյուզանա Հարությունյանը կամ ինչ-որ մեկը կարողացել է բան փոխանցել մեզ Բաքվի բանտ, ես դատի կտամ 24 ժամ ժամանակ ունես։ Նայ ասում, օրագիր նյուզ 24 ժամ, հենց իմիկվանից գնաց։ Երթվում եմ ամբողջ ազգի մոտ, որ ես քեզ դատի եմ տալու, եթե հանկարծ չապացուցես կամ ներողություն չխնդրես ու չասես, որ ապատեղեկատվություն ես տարածել։ Այսքանը։ Բարի երեկո ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ոնց տեսակ ես այսօր մի քիչ նենց թեթև կարճ վիդեոներ եմ դրել։ Ուղղակի ես ճանապարհին եմ եղել, երկար չեմ խոսացել, տենց կամանց փուճուր բաներ եմ դրել։ Ուղղակի ես դա անում եմ ինչի համար, իրականում նայում եմ էլի մեր ազգը ոնց է ընդունում նման բաները։ Օրինակ, այսօր մեկը բանա տեղադրե, գրել է ժողովուրդ ջան, հիմա ինչ կասեմ, տարածեք, սենց արեք, նենց արեք։ Աշխարհում կա 3 պետություն, որ ցեղասպանությունը չեն ճանաչում։ Մեկն ասում է Ադրբեջանն է,
Մեկը Թուրքիան, մյուսը Պակիստանը։ Բայց կա եւ 4-րդ պետությունը։ Գուշակեք 4-րդ պետությունը ո՞ում հետ է։ Ժողովուրդ ջան։ 4-րդ պետությունն էլ ասում է Հայաստանն է, որ ցեղասպանությունը չի ճանաչում։ Հիմա ես իրան գրել եմ, ասում եմ տղա ջան, ոնց չի ճանաչում, որ ցեղասպանությունը նույնիսկ քրեորեն ով դրանից հրաժարվի, նրան կարան պատժեն։ Հայկական օրենքով էլի։ Ոնց կարա Հայաստանը, անխելք մարդ ես ասում, ինձ դու բան չես հասկանում։ Ժողովուրդ ջան, մի խոսքով նման բաներ։ Մեկը գրել է, ասում է, հիմա ժողովուրդ ջան, հիմա մի հատ սենց հարց տամ բոլորիդ, էլի։ Հիմա որ Իսրայելը ճանաչել է ցեղասպանությունը, հայ ազգը պետք է ուրախանա, թե տխրի դրա համար։ Ամենա ճիշտը խոսանք, էլի։ Հայ ազգը պետք է տխրի, թե ուրախանա։ Մեկ ինձ գրել է, ինչիդ վրա ես ուրախանում են 1915 թվի զոհերի բանի այդ մարդկանց վրա ես ուրախանում։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան, ես նման մարդկանց ես ինչ ասեմ։ Մեկը գրել է, դու պետք է չզարթնեիր, հենց այնց էլ քնած մեռնեիր։ Ժողովուրդ ջան, ես մարդիկ ուղղակի չեմ հասկանում, էլի։ Ես չեմ հասկանում, մարդիկ են այսքան բարկացած, ոմանք խելացի չեն, ոմանք չեն ուզում մտածեն, գուցե մտածված են ասում նման բաները, գուցե նենց ասենք հայհոյանք են գրում, որ ես էլ իրենց հայհոյեմ, բայց ես չեմ հայհոյում, գիտեք, տեսնում եք բոլորդ էլ։ Բանա գրում են, նույնիսկ հայհոյախառը բարեր էլ այսօր շատ են ինձ գրե։ Այսօր իրականում ինձ շատ են գրե։ Հասկանում եք։ Շատ մարդ, այսօր տխուրա, որ ասենք Իսրայելը ճանաչել է։ Ես մի հատ էլ թեմա եմ դրել, բանի Զելենսկուն եմ դիմում, որ Ուկրաինան երբ է ճանաչելու, Կիևից մի հատ հայ ինձ գրել է, չատլախ, մատլախ, եսի մինչ բան, հասկանում եք, հայա, անունը Սպարտակ էր ոնց որ, զուտ այդ բարի համար ես բլոկել եմ, ես իրան չեմ ասել, չէ, չատլախը դու ես կամ սենց կամ նենց, չեմ ասել, ինչի ասեմ, ուր ասեմ, ասենք թե մարդը կարող է, չգիտեմ, ինչի համար, օրինակ, ես իրավունք չունեմ, ասենք Ուկրաինային հայ եմ, ինձ ասում են Նիկոլական, ասում են Նիկոլականները ցեղասպանությունը չեն ընդունում։ Հիմա ես ակտիվ բան եմ անում, որ ամբողջ աշխարհը բոլոր պետությունները պետք է ընդունեն։ Ինձ գրում են ինչ ես տես բան անում։ Մեկը տես բառ ասում, մեկը նես բառ ասում։ Իբր մեկը ասում է դու մեծ մարդ ես, այսօր սաղ ես եկուց մեռած ես, ինչ ես քիթդ խոթում, դու ինչ ես հասկանում։ Այդ ցավը տանեմ, եթե ես բան չեմ հասկանում, քո ինչ գործն է։ Ես քեզ պետք է դակլատ դամ, թե քեզ պետք է գտնեմ Facebook-ում, տենամ հլա, քեզանից թույլտվություն վեկալեմ, ինչ ասեմ, ինչ չասեմ։ Ժողովուրդ ջան, ինչի՞ է մեր ազգի միջին այսքան միամտությունը, անխելք մարդկանց թիվը այսքան շատ, վերին աստիճանի շատ։ Ախր ես ոչ մեկի վատ
բարդ չեմ ասում, վատություն չեմ ասում, ես ինչ ասում եմ, միայն մեր երկրի շահից ելնելով մեր հայրենիքի օգտին, դուք բոլորը տեսնում եք, ես ուրիշ բան չեմ ասում ընդհանրապես, ոչ մեկի հետ չեմ, ես նույնիսկ Ադրբեջանի հետ չեմ խառնվում, ոչ Թուրքիայի, ոչ են մեկի, ես խոսում եմ միայն Հայաստանից, Հայաստանի համար, որ լավ լինի, բայց գտնվում են մարդիկ էլի, որ նման բաները սկսում են, ես տտենց էլի մի քանիսին արդեն բլոգել եմ, եթե մարդկա հետոսկոպից խոսում է, ես իրան պատասխանում եմ, ասենք, իմ մակարդակով, գրագետ ձևով իմ մակարդակի չափով, չեմ ասում ես ամենագրագետն եմ, ոչ, իմ մակարդակի չափով ես իրան գրագետ պատասխանում եմ, որ իրան էլ վիրավորական չհնչի, թեկուզ ինքը վիրավորելով է ինձ գրել բան, բայց ունենց երևի ուզում է ինչ-որ բան պարզաբանած լինի ինձանից, ես մի բան, անընդհատ Նիկոլին մեջ են բերում, իբր Նիկոլը ցեղասպանություն չի ճան, այդ երթավը տանեմ, նայեք ես ձեզ մի հատ օրինակ բերեմ, որ ասում եք Նիկոլը ցեղասպանությունը չի ճանաչում, մեր երկրում, նա մեր երկրի ղեկավարն է, մեր երկրում դա քրեական հոդված կա, խոսքի Քոչարյանի ժամանակ քրեական հոդված կար, Քոչարյանին քրեական հոդվածով սահմանադրության 301 հոդվածով դատում էին, Քոչարյանին որպեսզի ազատ արձակեն, այդ հոդվածը, սահմանադրական հոդվածը, հոտս ցնդցրին, Քոչարյանին ազատ արձակեցին, հիմա եթե երկրի ղեկավարը չի ուզում ասում եք չի ճանաչում, ինչի են հոդվածը, ինչի է քրեական հոդված, ինչի է թողում, որ ով հանկարծ ասի չէ նման բան չի եղել, այդ մարդուն դատ է հասնում մեր երկրում, եթե Նիկոլը նման բան ասել է, որ չի եղել, բերեք Նիկոլին դատենք այդ հոդվածով, բայց այսքան Օրբելյաններ ունենք, Վարդևանյաններ ունենք, եթե Նիկոլը նման բան ասել է, ինչ չեն այդ հոդվածը դնում վրեն ու մի հատ էլ դատախազություն դիմում գրեն, կանչեն մի հատ ընդեղ Նիկոլին դատեն, այդ հոդվածի տակ, եթե նման բան ասել է, պարոն Օրբելյան, լավ փաստաբան ես, Պարոն Վարդևանյան, դու լավ փաստաբան ես, ձեր կողմնակիցները ասում են, որ Նիկոլը ցեղասպանությունը չի ճանաչում, ժխտում է, ժխտելու համար հոդված ունենք, չէ, ինչ չեք բանանում, հրավիրեք մի հատ բան տարկենք Նիկոլին, տենանք ինչի է ժխտում, հոդված կա, չէ, ինչի եք մարդկանց ցում խափում, ինչի համար, հիմա Իսրայելը ճանաչել է, ժողովուրդ ջան, մի հատ էլ եմ հարց տալի, ես դրա համար պետք է ուրախ լինեմ, թե տխուր, ինձ ասում են խես ուրախ, ուրեմն ես պետք է տխրեմ, որ Իսրայելը ճանաչել է, այդ մարդիկ ովքեր ինձ նման բաներ են գրում, թող լսեն, ես այդ հարցը իրանց էլ եմ տալի, ինչ ասեմ ժողովուրդ ջան, մի խոսքով, ժողովուրդ ջան, չգիտեմ, ես մի քիչ ունենց վատ հոտ եմ զգում մեր ազգից, այսօր, որ սահմանադրական դատարանում այդ ինչ կատարվում է, ես այդ ընդդիմությանը լսում եմ, ամեն տեղ, ուրեմն նրանք ասում են, սահմանադրական դատարանը մեկը ինչ որոշում էլ կայացնի, մեզ ձեռք չի տալու, պատկերացնում եք, անկախ նրանից, ինչ որոշում էլ կայացնի,
Դրանք ասում են մեզ ձեր չի տալու։ Մենք ուրիշ բան պետք է անենք, պետք է Նիկոլին հեռացնենք։ Հասկանում եք։ Սա արդեն լավ հոտ չի գալի։ Հասկանում եք։ Ես օրինակ, այ նման մարդիկ, որ նման բաներ ասում են, դրանք ինչ են մտածում։ Ինչ են մտածում, որ այդ մարդը ընդդիմադիր, այս 8 տարի է, ես ճանաչում եմ ընդդիմադիր, յարի, այս հենց ասում եմ, մեկը սահմանադրական դատարանը, եթե այդ ընտրությունը չեղարկի, նորն էլ բանանի, դա լինելու ասում են Նիկոլի օգտին։ Ուրիշ ձևանի դա էլ է լինելու Նիկոլի, ոնց անի, ասում են, լինելու է Նիկոլի օգտին։ Հիմիկվանից բոլոր ընդդիմությունը, բոլորը մեկը չկա որ ասի, հա, սահմանադրական դատարանը, եթե նման որոշում կայացնի, մեզ ձեռք կտա։ Ես հլա այտենց մարդ չեմ տեսել։ Չգիտեմ, այտենց մարդ չգիտեմ։ Եթե դուք գիտեք, ասեք, այս ինչ ընդդիմադիրը, ասես բան ասեց, եթե էսենց սահմանադրական դատարանը որոշում կայացնի, դա տենց իրանց ձեռք կտա։ Պարզ ասում են, միայն հեռացում։ Էլ արդեն օրենք, նրանց համար գոյություն չունի։ Հասկանում եք։ Էս են ուզում։ Մարդիկ էս են ուզում։ Ինչ թվում է, դրանք գիտեն, թե իրանք կարողանան ժողովրդին տանեն բախման։ Բայց չեն կարողանալու, որովհետև ես ասել եմ, չէ, որ մեր երկրում արդեն կա օրենք։ Օրենքը աշխատում է, կա ոստիկանությունը աշխատում է, քննչական կոմիտեն լրիվ, ինչքան բան կա, լրիվ աշխատում են։ Առաջվա նման չի, որ ծառայեն ինչ-որ մեկի, ու մեկ էլ ինչ-որ պահի, այդ ինչ-որ մեկից թռնեն։ Նրանք չեն ծառայում ինչ-որ մեկի։ Այսօրվա այդ ուժային կառույցները ինչ-որ մեկի չեն ծառայում։ Նրանք ծառայում են երկրին, դրա համար էլ նրանք պաշտպանելու են երկիրը։ Թույլ չեն տալու, որ երկրում նման բաներ լինի։ Այն ժամանակ նրանք բոլորը ծառայում էին Քոչարյանին, Քոչարյանից հետո Սերժ Սարգսյանին։ Նրանց էին ծառայում։ Հիմա սրանք ամեն գնով ուզում են ասեն, որ Նիկոլն էլ ատեն, ծառայում են Նիկոլին։ Այդ ոնց եղավ, որ լրիվ ընդեն ուժայիններումը համարյա դեռ են բոլորը ձեր նշանակած մարդիկ են ու Նիկոլին են ծառայում։ Ոչ, պետությանն են ծառայում։ Հարգելիներս, ծառայում են պետությանը, այսօրվա ուժայինները։ Ես հերվից տենց եմ տենում։ Ատենց են տենում։ Դրա համար էլ նրանք թույլ չեն տալու։ Դա իրանց աշխատանքն է, նրանց ձեզ ոչ մեկիդ էլ թույլ չեն տալու։ Ես զարմանում եմ մեկ էլ այդ բաները սահմանադրական դատարանում ասում է, բանի վախտը ընտրությունների ժամանակ մարդիկ էին բանտարկում։ Բա դրանց փող են բաժանում, բա չբանտարկեն դրանց։ Դրանց բաժանում են, ապաշկարա, չբանտարկեն։ Օրենք են խախտում, օրենք խախտողներին չբանտարկեն, ուրեմն այդ ընտրության օրը մարդ են սպանում, չբանտարկեն։ Մի խոսքով ժողովուրդ ջան, բարի եղեք մեկըդ մյուսի հանդեպ, ով խելացի է, թող ինձ խելք ցույց չտա, պետք չի, ես ինչքան խելք ունեմ, ինչքան գաղափար ունեմ, ես ինքանով, ինչքան գիտեմ, այնքան խոսում եմ, իմ ժողովրդի հետ ապշացա եմ լը։ Իմ ազգի հետ, ես իմ գիտելիքներով ինչքան կա, այնքան։ Եթե դու գիտես, դու ինձանից խելացի ես, դու ինձ խելք ցույց մի տալ, ցավդ տանեմ։ Մի բան ասա, հասկանան, քեզ էլ մի հատ սիրուն լայք եմ ասեմ, մալադեց, ցավդ տանեմ, խելոք բան ասեցիր, թե չէ մտնում է ինձ խելք ցույց տալի, մեկը մի ուրիշ բան, մեկը մի ուրիշ բան,
Հացավը տանեմ։ Եթե դու ավելի շատ բան գիտես, դու էլ ասա քեզ ով արգելում։ Մի հատ հեռախոս իմ ձեռնա, մի հատ քո ձեռնա։ Ավելի գրագետ ես, ավելի գրագետ բան ասա, մենք էլ քեզանից մի բան սովորենք։ Մեկս մյուսի տեսնելով ենք սովորում։ Մեկս մյուսի լսելով ենք սովորում ճիշտ խոսալու ձևը, մարդկանց հետ ճիշտ խոսալու ձևը։ Այսօր պատահական տենում եմ մի երիտասարդ, մի հատ ինձ գրագետ բան ասում, ես նրանից 3 անգամ տարիքով ես նրանից այդ բանը սովորում եմ։ Չեմ ուզում հետ մնամ։ Իսկ որ մտնում են այ մարդ խելք են ցույց տալի, խելք ցույց տալու տեղը մի հատ թեմա դրու գրի, մենք էլ կարդանք քեզանից մի բան սովորենք, եղբայր ջան։ Էսա։ Ժողովուրդ ջան, լավ մնացեք։ Ես միշտ կուզեմ ձեզ բոլորիդ ուրախ տեսնեմ։ Հա, հլա ես մի բան էլ եմ ուզում եմ ասեմ, հլա ես ասենք որ երկրում ես ապրում եմ, գիտեք չէ որ ես երկիրն էլ չի ցեղասպանությունը ընդունել։ Մենակ պետական դումայով բանաձև են ընդունել եւ վերջ ցեղասպանությունը չեն ընդունել, չեն ճանաչել։ Բայց հայերը, մեր հայերը, գիտեն թե ճանաչել են։ Ոչ։ Այ մեր բարեկամը, մեր ամենամոտ բարեկամը, որ իրա ձեռքի տակն են եղել, որ մեզ ցեղասպանել են, ինքը չի ճանաչել։ Պետական դումայով մի հատ բանաձև են ընդունել եւ վերջ։ Ոչ գնացել է Սովետ Ֆեդերացիա, ոչ գնացել է նա պրեզիդենտի պոդպիս, ոչ միտեղ չի գնացել։ Հասկանում եք։ Չեն ճանաչել։ Ես ասում եմ, որ մեր հայ ազգը իմանա։ Դրանց կողմնակիցները, ովքեր էտի դրանց համար կյանքները տալիս են, թող այդ մարդիկ էլ իմանան, որ սրանք էլ չեն ճանաչել։ Չեն ճանաչել։ Իսկ իրականում մեր ազգի երևի 90%-ը գիտի թե ճանաչել են։ Ոչ, կրկնում եմ, պետական դումայում միայն մի հատ բանաձև են ընդունել։ Այդ ձև բանաձև են Շոտլանդիա, Մոտլանդիա, բան, այդպես պետություններ կա, նրանք էլ են ընդունել, բայց չեն ճանաչել։ Մի խոսքով ժողովուրդ ջան, հիմա Իսրայելը սպասենք Կնեսետին։ Կնեսետը մի քանի անգամ չի ճանաչել Իսրայելի Կնեսետը։ Հիմա եթե Իսրայելի Կնեսետը ճանաչի, ժողովուրդ ջան, ես գիտեմ, դուք էլ գիտեք, որ ամբողջ աշխարհում ամեն տեղ իրանք են նստած։ Իրանք ամեն ինչ էլ թելադրելու են։ Հավատացեք, եթե նրանք գնացին այդ թեմայով, նրանք թելադրելու են ամեն ինչ։ Կարող է Ամերիկան ճանաչի, ոչ մի բան չանի, ուղղակի ճանաչեց եւ վերջ, չէ՞։ Պրեզիդենտն էլ Բայդենը ստորագրեց։ Հասկանում եք։ Եվ վերջ։ Բայց դրանք, եթե գնացին այդ ճանապարհով, դրանք միջև վերջ գնալու են։ Անկախ նրանից Հայաստանը դա կուզի թե չէ, խոսքս հիշեք։ Ես ասեցի, դուք հիշեցեք։ Եթե Կնեսետը ճանաչեց, միջև վերջ գնալու են։ Չեմ ասում ումա վատ լինելու, ինչա լինելու, բայց ինչ որ մեկի հնարավոր է եւ երկուսի շատ վատ լինի։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան։ Լավ մնացեք, ուրախ եղեք, անկախ նրանից ձեր ուրախությանը, որ
նախանձում են եւ ձեզ գրում են ինչի վրա եք ուրախանում, արա ասեք մենք մեր երկրով ուրախանում ենք, այո, ես իմ հայրենիքով ուրախանում եմ, ես ուրախանում եմ, հասկացանք, ես ուրախանում եմ, եթե իմ հայրենիքի համար աշխարհում ինչ որ մի երգիր, մի բան անում է իմ հայրենիքի համար, ես դրա համար ուրախանում եմ, ինչի պետքա չուրախանամ, ինչի պետքա տխրեմ, բայց մարդիկ կա տխրում են, չգիտես ինչու, լավ մնացեք ժողովուրդ ջան, բարի գիշեր եմ ցանկանում բոլորիդ.